Ողջույն սիրելի բարեկամներ, մենք գտնում ենք քրիստոնեական ամենամեծ տոնի Սուրբ Զատիկի շեմին։ Այդ օրը եկեղեցիները լեփլեցուն կլինեն, երեկոյան մարդիկ ճոխ սեղանների շուրջ կբազմեն նշելու Սուրբ Զատիկը։ Բայց ինչ է նշանակում Զատիկ։ Հենց այս հարցով մենք փորձում ենք դիմել մեր ժողովրդին իմանալու իրենց կարծիքը։ Ապկետի վրա Զատիկ դրամար կարծիքում։ Ինչքան ես գիտեմ, մեր հայկական հիանալի ավանդույթներից մեկն է, այսպես ասած ազգային տոններից մեկն է, իսկ Զատիկ հենց բուն ինքը նշանակություն այն է, որ դա Հիսուս Քրիստոսի խաչելության օրն է, երբ նրան խաչի վրա են անում, եւ նրա Մարիամ Աստվածածինը զամբյուղով ծուեր է բերում եւ դնում են նրա ոտքերի տակ, եւ երբ Հիսուսին խաչում են, այդ արյունը կաթում է ծուերի վրա եւ ներգվում է։ Այդ իմ կարծիքով այդ նշանակությունն է, որ մինչեւ հիմա պահպանվում է մեր համայն քրիստոնեական աշխարհի մեջ, հատկապես մեր հայկական ավանդույթների մեջ։ Ոչ մի բան չեմ կարող ասել Զատիկը, հավատ չունեմ ես։ Այն ժամանակ, որ Հիսուսն իր աշակերտների հետ է լինում, 12 աշակերտների հետ է ելնում եւ ուզում է, որ իր բանը վերջի օրերին է, Հիսուսի վերջի օրերին է, այնպես որ իրար շուրջ հավաքվում են եւ Հիսուսը գինին վերցնում է, հաց վերցնում է, աշակերտներին է բաժանում, այնպես որ ասում է, սա է իմ մարմինը, որ անցնում եմ ձեզի, դուք այնպես պետք է պաշտպանեք, սիրեք, ինչպես ես ձեզի սիրեցի։ Շնորհակալ։ Because it's the resurrection of Jesus Christ. And this happened 2000 years ago. Դուսի հարության օրնա։ Շատ բարդ հարցերներից եք, չեմ ի վիճակի չեմ շնորհակալ։ Ինչ չգիտեմ։ Okay. Ասիկ դու կարծում ես։ Այո, արդեն պետք է։ Okay, Զատիկը գտոնենք, որտեվ Հիսուս արյավի մերելոց գիտես, Զատկի մահացավ Հիսուս։ Ամեն դարի գտոնենք, որտեվ չարչարվեցավ մեզի համար եւ մեզի համար խաչվեցավ։ So ամեն դարի գհիշենք Զատիկը։ Այո։ Ամեն։ Աստված օրհնեցես։ Ես Զանունս Հայգազ է, Զատիկի մասին մի քանի խոսք ուզեմ ասել, որ Զատիկը մարդոց համար, ոչ թե միայն հայերուն համար, մարդոց համար ամենակարևոր աշխարհի մեջ եղած օր է, որովհետև մեր Տերը Հիսուս Քրիստոսը, մեր Տերը եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը ծնավ եւ մեռավ այն օրը եւ հարություն արավ։ Ամեն։ Եվ գուզեմ որ ասել, որ ոչ թե միայն հայերուն համար, բոլոր աշխարհին համար մեռավ, որ իր արյունը թափեց, որ Աստծո խոսքը գսե, անոնք որոնք Քրիստոսին հավատան, որ իրենց Փրկիչը եւ Տերը իրենց մեղքերուն համար թողություն կունենան եւ գրնան Սուրբ Աստծո հետ թակավորության մեջ ապրիլ հավիտյանս հավիտենիս։ Եվ շատ շնորհակալություն խնդրեմ, որ արիթը դրվեցավ ինձի, որ Քրիստոսի մասին խոսիմ եւ Զատիկի մասին բացառեմ մի քանի խոսք։ Շատ շնորհակալ եմ։ Մեր սիրելի Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով ողջունում ենք ձեզ, սիրելի բարեկամներ։ Բազմիցս ասել ենք եւ հիմա էլ պիտի կրկնենք, որ այս հաղորդումների նպատակը Հիսուս Քրիստոսի փառքը պատմելն է։ Ճշմարտության խոսքը, փրկության ավետարանը քարոզելն է, որպեսզի մարդիկ ամեն ծուր ճամփաներից դառնալով Աստծուն դառնան, ճշմարտությունը հասկանան, որ է Հիսուս Քրիստոս, որ մեռելներից հարություն առավ եւ հավիտենական կյանքի հույսը բերեց։ Մենք էլ մի ժամանակ աշխարհի բռնած ճանապարհով կերթայինք եւ չգիտենք թե այդ ճանապարհները դեպի ուր կտանեին, սակայն Աստված իր զորավոր ձեռքով մեզ կանչեց եւ մեր մտքերը եւ մեր սրտերը լուսավորեց, ճանաչեցինք իրան, հասկացանք իր սքանչելի նպատակները, ծրագրերը, փրկության այն մեծ ծրագիրը, որ Հիսուս Քրիստոսի ձեռքով եղավ, որ 2000 տարի առաջ իր անձը անարատ պատարակ մատուցանեց ամեն մարդու համար, որպեսզի մարդիկ իրենց մեղքերից ազատվելով հավիտենական կյանք ունենան։
Ցավոք սրտի ամեն մարդիկ այդ բանին չեն հասել եւ քանի որ դեռևս մեծ գործունեության դաշտ կա հայտնություն հաղորդաշարն էլ իր կարելին է անում որպեսզի առատորեն Աստծո խոսքը ձեզ հասցնենք սելի դիտողներ մենք ասել ենք որ պարբերաբար մեր հաղորդման հյուրեր պիտի լինեն հոգևոր մարդիկ ահավասիկ այսօր էլ հայտնություն հաղորդաշարի հյուրն է Քրիստոսով մի շատ սիրելի եղբայր Ավետիս Սանգիկյանը բարի եկար Ավետիս եղբայր եւ շնորհակալ ենք որ չմերժեցիք մեր հրավերը եւ սիրով եկար որպեսի հոգևոր հաղորդակցություն ունենանք Երջուպարքին համար ամեն եւ կարծում եմ որ այսօր մեր դիտողների շատ պատմելու բաներ ունես կուզեի որ սկզբից մի փոքր քեզ ներկայացնեիր որտեղ ես ծնվել այսինքն քո ծնվածը տորվանից միջև այսօրը համառոտակի ձևով Ես ծնվել եմ անշուշտ հոգևոր ընտանիքի մեջ Բեյրութ Լիբանան Բուշչամուտ քաղաքի մեջ անշուշտ դպրոցեն ետքը Ալեդուրի մեջ մտածեմ մինչև Ամերիկա գալս 1974 հունվար 9 Ամերիկա եկա որ մեր մեջ հաստատվեցա Փեսեդինա հոներ որը սկսա աշխատել եւ արհեստս շինարարությամբ ընտանիք կազմեցի եւ եկեցի մեջ գործունեություններ ունեցա Եվ մինչև այսօրս աշխարհի մեջն եմ, նոր եմ պասենայ գաբրիմ, անշուշտ մի քանի անգամ քաղաքետուս եղած եմ, բայց ընդհանրապես պասենայ աշխարհն եմ։ Նկատի ունես երկրից դուրս։ Այո։ Շատ համառոտակի պատմեցիր։ Չափից դուրս համառոտակի։ Անշուշտ վերիվալումներ ունեցավ ցանկս, երբ որ եկեցի գերտայի գսեի, անշուշտ սադանանալ իզիս քրավետ, անոնք եթե Ավելի ինձ թվում է որ հետաքրքիր կլինի պատմես մեր հայրենակիցներին թե ինչպես եղավ քո դարձը, այսինքն քո վկայությունը տաս թե ինչպես Աստծուն ճանաչեցիր։ Թերևս դու ծնվել ես հոգևոր ընտանիքի մեջ, բայց չեմ կարծում որ հենց առաջի օրվանից դու ճանաչեցիր Հիսուսի անձը, նրա կատարած գործը։ Այո։ Այնպես որ ամեն մարդու կյանքի մեջ կա մի կետ, որից սկսած է որ նրա հոգևոր շարժումը այդ գործնեությունը սկսում է Այո ես ինչպես ասի հոգևոր ընտանիքի մեջ ծնած եմ արդեն եղբայր բայց մանկական լաբաշխարություն ունեցած եմ երբ որ Ամերիկա եկա եկեցի մեջ առաջնորդ էի երդասարտած 85 երդասարտներ Աստված շատ մեծ հաջողություն տվավ այն adեն որքան եկեցի մեջ կգործեի այդքան ավելի կհարաճանայի Եվ երդասարտները գուքային դունաս խաղեր, սերդողություններ, հյուրանոցը ժողովներ գնային երբեմն եկեցի են զատ բուդույթներ, ասում ամենը գլատ, բայց երբ որ տրամը շատ եղավ, թիրք ունեցա, դուն ունեցա, գազես ասանք հբարդություն եկավ մեջս, որը ես կրնամ ասել սադանային էր Վստահորեն Աստծո խոսքն էլ վկայում է ասում է ամեն չարյաց արմատը դրամասիրությունն է եւ դրամը իրապես մարդուն որքան կարող է Աստծուց հեռացնել Ճիշտ ադիգա ես ադուսում եմ փաստերը մեկն եմ որին բալակայից եղավարի որքան գծա Թրամփ շահիլ կորձի վրա ամեն գոմեն ինձ կփնրեին եւ ես կգարձեի որ ես եմ ընող ամեն ինչ աթբարդությանս մեջ անշուշտ քիչ մնան նեղություններ եղավ եւ այդ նեղության շրջանին էր օրը մեկը ինձ ասավ եկուտ Las Vegas երթանք եւ Las Vegas կացի շատ հաճելի է լույսերը քաղաքը եւ ատե ջաշերը երբ որ տեսա ասի եղել իրական բանկը երբ որ Թրամփը գա երդասարտ եմ ամեն ինչ կրնամ ունել ինչ Աստված ես եմ ուրեմն ամեն ինչ ով գա ինձ վես եկած եւ ասանք հարստության շուրով հասնել շրջանակ շինել Եվ սկսա կամաց հերանալ, եթե գուզեք այդ մասին ավելի... Սիրով ազատ զգա։ երբ որ Las Vegas սկսե երթալ, առաջ տարին երկու անգամ երթայի, հաջույք, բուդույթ, նեղություն մգլար, պարեգամի մի հետ, սենք նեղություն մգամ, ընդանեգամ դժվարություն մգլար, օքեյ, հանի երկու երթանք Las Vegas, փոփոխություն է։ Ետքը սկսավ տարին 4-5, բայց սկսավ ամիս անգամ մնել, Առանց անդրադառնալու սատանային ջանգերում մեջ մտա։ Առանց անդրադառնալու, որովհետև
Իմ կարծիքով ասես երբ որ մանկական ապաշխարություն եւ հոսալ եկեղեցի մեջ կգործեի, այսպես ասված ուղղակի սրդովս չէր 100% չի հանձնված Աստծո։ Մտքի հավատք։ Մտքի հավատք կամ գսեի օքեյ 50% Աստված տուն, 50% ալ ես իմ ծևս ունեմ։ Եվ ատկի հետո որ երբ որ սկսա Լաս Վեգասի ետալ դեռ մի եկավ որ գուզեի շաբաթ անգամը եւ օրնալ եկավ որ ընտանիքի խնդիրները սկսավ անանց անդրադառնալու գսեի դիկնոջս նո Լաս Վեգաս բիլետամ ինչ ալսես բիլետամ եւ դեռ մնալ եկավ այդ շրջանին բավական դարիներ յետքը որ չէի ուզել երթալ բայց չէի գնալ ինքս սպել պետք է երթայի քրավ ինչպես ասենք մեկը սիգարետի մոլի գլա ես ալ խաղալու մոլի եղած է անանց անդրադառնալու վերջը ուրիշ մեկը ինձ զանգացուց այս շրջանի կազինոները որ ցավոք սրդի գսե մեր հայ ժողովրդին շատերը գերտան իսկապես դուն կանտելիկ դերել են եւ առանց անդրադառնալու իմ դունս կանտվեցավ նորեն չանդրադարձա դունս կորսունցուցի նորեն չանդրադարձա կորձս լրիվ ամեն ինչ կորսունցի եւ ցեվում այլևս գտնամսել հոմլես այդպես բան մի եղա ետ եկա ընտանիքիս դունը եւ նորեն ինչ որ գշահեի պետք է Վեգաս երթայի կգարձեի որ միայն հոն է որ հանգստություն կգտնեմ աստուծո հերու սիրտս բարապ ամեն ինչ եւ այդ շրջանին էր օրը երբ ամեն ինչս վերջացել 4 օր գեմբլինգի վրա գեցած էի ընկերոջ մի հետ ասավ դունս տրամ ունիմ երկու երթանք դուրեն տրամ անենք կանք ուրեմն կացի իրենց տունը եւ ընկերս ասավ որ հոգնած ենք 4 օր գխանք բարգինք ասի չէ շուտ է վիկեն տրամ ալ եւ քալե ուրեմն այս ընկերս ասավ հոգնած եմ չգնամ արտունալ ես ալ կնացա եդ արտունցա ասի հայդի ասավ չէ դագա իմ կնանամ եւ հոնել որ ելա բադշկամ մգած բադշկամը գեցած էի աստված ուղագի անունս տալով ասավ ավիդիս actually avo ասանք avo նեդև դարձա մեկը չիգա սկացի նես բլասի ինձի գանչես ընկերոջս ինձի գանչես ասավ նո ես կնացել եմ նորեն ելա բալկոնը նույն այդ բադշկամին ծայրը գանքնած էի եւ այդ ցայնը նորեն լսեցի եւ սկացի չէ որ մանկությանս եկեցի կացած եւ սկացի որ դատպետ բամն է եւ ինձ ասավ ես եմ հետդ կխոսիմ աչ կողմդ եթե պեսենա երթաս ծուծուց տրախտ ամեն քերեցկություն եւ այսօր պերգավիս ազատում գա քեզի ցախ կողմդ նայել ասավ թե մոնտեբելոյի կողմդ ամեն կազինոները կան սատանայի հաստատությունները գնամսել ուղագի սատանայի հաստատությունները մուխելու մեջ ժողովուրդը գտանչվի եւ աչքիսաչև եկա որ ես այդ տեղերն եմ αφոսավ հիմա պեսինա երթաս ազատում գա քեզ եւ ադի եղավ գազես իմ անգյունաթարսս մտանգելուչսի ես կերտամ սավ քալիս սպասե ասի նո ես կնում եմ այլևս եւ ադի օտոս պեսինա եկա այդոդը մոդս նես մտադունեն ասի մամաս սավ դղաս 4 օր է ուրես չեսերացայներ ասի ման փամը եղավ այսօր չեմ ուզել մեկը ես խոսի եւ մտան ընչարանը Թուրը վրա ես կրբեցի եւ մինչեւ երկու վաժամը 6-ը քնացա առանց բան երբ որ 6 էր արցնցա ծունգի եկա օդեսի քեզ գանցնեմ եւ հոնել որ սիրտս փացի աստծո ասի որ սխալ ինչ որ դարձեմ ներողություն գսեմ եւ Հիսուս բրգեցի սայ որովհետև գրված է Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքերեն կսրբի այո ամեն եւ իրապես շատ հայրենակիցներ ունենք, որոնք ասենք Լաս Վեգասի հրապուրներով, թեև արտաքինից շատ լուսավոր է, լույս է, ամեն բան գունագեղ է, բայց իրականության մեջ խավարի մի տեղ է, որովհետև սատանան այդպես մարդկանց խաբելով միջև դժոխք է հասցնում։ Այո, եւ այդ լույսերը որ կան, ամեն հաշիվ եղած է, որ մեկ կողմը ինչ լույս տնեն, մոտնցեն, լայնցեն մեքենաներում վրայի այդ լույսերուն ցևերը քույները որ կա ամեն քրավչության համար է sorry ինչպես ասեմ ասենք ծրի սենյակներ գուտան կամ ծրի ուդելիկներ գուտան գազես որ big shot մեգանես մոնո անոնք ամեն խափեության է քեզի քրամիտ համար է քեզի գարքեն եթե տրամը վերջացավ փամնա չեն դար
եւ երեսը դա չեն նայել։ Եվ գխափի մեր հայ ժողովուրդը գխափի ասոց եւ ես անոնցում եմ մեկն էի։ Հետաքրքիր է, շատ տարեստների տեսնում ենք, ասենց բասերի կայաններում կանգնած, որ առավոտները պիտի նստեն եւ Լաս Վեգասները պիտի գնան։ Միևնույնն է, իրենք մտածում են, որ կյանքի վերջին տարիներն են, թերևս գնանք ավելի զվարճություն բան, բայց անցողիկ է ամեն բան, եթե Տիրոջը չգտնես, պարապ է, ամեն բան պարապ է։ Այո։ Ադի ես հասկացա, հիմա լիովի հասկացած եմ կյանքիս մեջ, որ առանց Աստծո ուրախություն չի գա։ Որքան գծախսի, գիտես որ այդ հազարները որ ծախսած եմ, հազարներ, ոչ թե հայտուններ կամ 1000, 2000, հազարներ որ ծախսել եմ եւ լրիվ գեմբլինգի մեջ ծրած եմ։ Այդ ուրախությունը չունիմ, ինչ որ հիմա Աստծո հանձնված յետք, ինչ որ հիմա աշխատիմ եւ թամը կովս Աստծո հետ կփարապանեմ։ Թամ Աստծո համար է, ինչ որ ունիմ Աստծո է։ Այո, եւ Հիսուս ասաց ձեր գանձը երկինքը դիզեցեք, ոչ գողը կգողանա, ոչ ցեցը կապականի, ոչ էլ ժանգը։ Այո, ամեն։ Փակ Տիրոջ Աստված քեզ էլ դպավ սրտիդ եւ քեզ փրկությունը բերեց։ Սատանայի ջանգերեն ազատեցա։ Փակ Աստծո։ Եվ իհարկե դրանից հետո էր որ դու որոշեցի ինչքան որ գիտեմ գնացիր Ղարաբաղ, Արցախ աշխարհ գնացիր։ Այո։ Եթե կցանկանաս այդ մասին էլ խոսենք, եթե գախնիկ չէ իհարկե։ Well, ծևոմը առաջ գախնիկի պես էր, բայց հիմա շատ էլ ունիմ, բայց չի գազել ասնույթը բացվի, քանի հարցում էր գաշ ծևովը սեմ։ Այո, կացի։ Շատ հիմա լավ է որ զինադադար կա 94-ից այս կողմ ուրախ ենք։ Հոնե, զինադադարին, երբ որ զինադադար եղավ արդեն խնամատներն դուրս եկանք, այո, զինադադարին։ 94-ից այս կողմ զինադադար ունենք, Փառք Աստծո, տա Աստված որ երբեք Ղարաբաղում այլևս ոչ մի փամփուշտ չկրակվի, այսինքն խաղաղության մեջ լինի մեր ժողովուրդը, բայց երբ որ առիթը եկավ որ գնաս հայրենիք պաշտպանելու, այո, Աստված այդ դուժ դվավ շատեր ինձ ասին, նույնիսկ Հայաստանի ռադիոգայանը եկավ ինտերվյու ուրավ ինձ, լսել էին որ խրամատնու մեջ հոգևորներ կան եւ այստեղն ակացող հոգևոր մգա եւ հարցուց ինձի թե ինչպես կլավ որ հոգևոր ես եւ զենք կփռնես, ես քաչապարասի Մարմինս ասկիս կպատկանի, ես հայ ծնած եմ եւ Աստված ստեղծած է ինձի հայ, ուրեմն պատճառ մգա։ Երբ որ պետք է լա հողը պաշտպանել, ասկը պաշտպանել, պիտի պաշտպանես։ Հոգիս Աստծո հանձնած եմ եւ 100% կպատկանի Աստծո։ Ադի ոչ սատանան գնալնել ոչ բան եւ երբ որ հիմա սրդով ապաշխարած եմ օրգի սրդիս մեջն է դերը, ադո парք կուտամ։ Եթե Աստված չներգսենք, բայց նույն եթե փամը բադահի նույն ասկի պաշտպանելու համար պատրաստ են։ Հոգևորը լալ չի նշանակել ասկը ցկել եւ թշնամին հարցակի։ Աստված խելք տված է, ուժ տված է, իմաստություն տված է եւ այդ իմաստությունը պետք է կորզածենք մեր ասկը պաշտպանելու, մեր հողերը պաշտպանելու եւ ոչ թե ցկենք որ ասենք ով դեր թում փրկե։ Մենք փամը վիճենք։ Աստված մեր իհարկե այդ ռադիոից որ եկել են հարցազրույց վերցնելու հավանաբար իրենց մոտ այն տպավորությունն է եղել որ կան աղանդավորական խմբեր մասնավոր Եհովայի վկաները որոնք ուզում են հայրենիքի մեջ կարող են ապրել բայց հայրենիքի համար պետք չէ որ ծառայեն իրենց զավակները չեն գնա ծառայելու հավանաբար հենց այդ բանը նկատի ունենալով է որ քեզ հարցում են տվել թե ինչպես ես դու հոգևոր մեկն ես եւ գնացել ես վստահ եմ որ այդ շշարին այո ցերսած աղանդներ գային աղանդներ որոնք գոկտակոզեին ժողովրդին շվարած վիճակին շիրագի ադիգա եւ վստահ եմ որ այդ ծևով էր հարցուփորձներն ալ եղան որ ռադիոյեն երբ որ դան Երևանի մեջ ժողովուրդը տեսնե որ հոգևորը լալ չի նշանակել որ զենք պիտի պրնես հոգևորը լալ չի նշանակել որ ցերկետ պիտի ցալես եւ թշնամին արջև գլուխ ծրես մեր Ռուդիկ եղբայրը որ Արցախում եկեղեցասիրած եղբայրակցության ինքը ավակն է այո մի ամբողջ խմբով հավատացյալները մի ամբողջ խումբ կազմած գնացել են եւ թշնամուն դեմ էին դնել հավատքով եւ զենքով այո Փառք Տիրոջ եւ այսօր խաղաղություն կա այնտեղ եւ աղոթենք որ Տերը խաղաղել պահի այնտեղ այս հարցերը ինչ որ կան Արցախի հարցերը ամեն բան խաղաղությամբ ավարտվի ուրիշ ինչ ասենք բան կուզեիր պատմել Արցախից
ուշագրավ մի բան։ Ուշակրավաներ որ ընտանիք մանտիպեց ասատենիկ քույր անով անիգա ժողովներ գնել դունի մեջ որ ինքը ինձ պատմեց որ ինչպես համայնավար քիրքեր գտակմաներ կամ ուրիշ քիրքեր գտակմաներ որ համայնավարության հետ կապներ եւ երբ որ իբր թարգմանիչ իրեն փերած էին քնել Թուրյանին քիրքը թարգմանած ադեն ապաշխարած էր եւ ժողովներ գնել դունի մեջ եւ երբ որ ինձ զանոթացավ գահավիրեր եւ գուզեր անպայման ինձ ջինգելի հաց կսեն այդպես գերագույնը կպատրաստել շատ համով 10-12 տեսակ կոդերը հացի մեջ կտնեին եւ գրայք տենեկեի վրա կամ ինչ կսեք ժեշտի վրա տակացնում էր դալիս շատ համով էր զեյթի մեջ եղած բաներ շատ հետաքրքիր է Աստծո գործելակերպը շատ հետաքրքիր է այդ քրոջ օրինակը կա որ մի գիրք թարգմանելու այդ ժամանակամիջոցում Աստված իր սրտի հետ խոսել է եւ ապաշխարել է այսօր հետաքրքիր է Աստված տարբեր կերպերով խոսում է այս TV ծրագրերն էլ հաղորդումներն էլ Աստված մեջտեղ անեց որ մենք էլ Աստծո ճշմարիտ խոսքը ժողովրդին տանք գազի շատ մոլորեցնողներ կան ներկայիս մարդիկ ուզում են դառնան հեթանոսության միհր չաստվածը որ մի կուրք էր ժամանակին որի արցանիկը կարող էր գետին գցել եւ փշրվել մարդիկ ասում են միհրը մեր Աստվածն է հայերի Աստվածը միհրն է ես կզարմանամ ադո գիտես երբ որ հիմա որ ասկային հալաչացած ցալու մեջ կապրինք դրամա առաջացել մարդիկը քյուրացի գլային կամ մեկ հոգի ինչ որ խոսել է դեպեն գերևին հիմա դրամապանություն կա Աստվածաշունչը կա այո փանան գարտան Աստվածաշունչը հայելի պես կսե ամեն ճշմարտություն ինչս էլ է գուլկը որ ոչ ագան չունի ոչ կդեսնե ոչ կլսե ոչ կխոսի հատո երթամ ես աղոտ կա գոլքերը գտնեն դուներ մեջ ալ երբեմն եւ կսկսեն ադորա չաղոթել իմ Աստվածը ողջ Աստված է ամեն որ ամեն աղոտ կլսե ամեն վայրկյան որ ես զունգի կամ օտոքշեմ կամ կորձի մեջ եւ որ գաղոթեն պատրաստ է ինձ լսելու եւ ես երբ որ գտնամ Աստծո ուղագի մոդենալ ինչու ես պիտի երթամ դակավին ուրիշ շրջանակները եւ ասեմ որ բարի խոսեցեք Աստծո որ իմ հոգիս կամ իմ ցանկս հաջողությունս ես ուղագի երթամ Աստծո եւ Աստվածը ասում է իր խոսքի մեջ որ փայտ առնում եք այդ փայտից կուրքեր եք պատրաստում այսինքն ձևում եք կուրքերը իսկ մնացած ավելացած փայտով էլ կերակուր եք եփում ճիշտ է ժողովուրդը երբ որ անաբադի մեջ կդառնալ ինք իրեն Աստվածներ շինեց որը բարակ բան էին Աստված կրնամս է ոչ թե Աստված սա մեծ առանձնաշնորհ է որ Աստված մեզ ժողովրդին այցելել է որ քրիստոնյա ենք մենք դարձել այսինքն ինչ է նշանակում քրիստոնյա քրիստոնյան նշանակում է Քրիստոսին հետևող նրա վարդապետությունը ընդունող այո նրա կատարած գործը մտքով սրտով ընդունող եւ բերանով վկայող Amen. Այո, ճիշտ է։ Ես անոնցում եմ մեկն եմ, որ գնամ իմ ցանկից մեջ հեղաշրջումը որ բադայեցավ երբ որ Աստծո մոդեցա։ Որ ինչպես քիչ առաջ յետքալով իմ նյութից կամ ասենք իմ ցանկից վկայությանս երբ որ գեմբլինգի մեջ էի, ինչ խոսեի, ուր երթայի միտքս քրաված էր ծևով։ Գնավ ուրիշի մտիկ չէի գնալնել։ Գնայի աչքիդ կխոս գնայիմ Եվ հիմա կա շատ մահայր որ գերտան գեմբլինգի, վստահ եմ այս ծրագրամը դիդարձադեն շատ մտիգիններ բիտնեն եւ բիտնային որ իրենց ամուսինները նույն բանը գնե։ Խապել, աչքի նայելով սուտ կխոսեի, որ մանգուտենես մերդունի մեջ սուտ խոսիլ չի գար։ Սուտ խոսիլը սորվեցա գեմբլինգի ադեն, խապելը սորվեցա, կողություն ամեն տեսակ բաներ։ Եվ շատ դիգից աչքին նայելով գնայի սուտ խոսիլ։ Որը բանը որ հայտնի չէ։ Ոչ խմիչք է որ պերնես հոդը կա, ասեմ որ չեմ խմել, ոչ այդ ծխախոտ է որ հոդը կա։ Գեմբլինգը, խումարը, փախտախաղը, այնք բաներ է որ գնաս երբ որ ասենք բարդված ալլաս, գնամս է շատերուն ամուսինները նույնը գնեն, իրենց ընկերներն տրամ բարտկի գարնեն, եւ դու կան քլբանին տրամով։ Երբ որ դիգինը քլբանը նայի, վիրեսե որ ամուսինը սուրեմն իրական գեմբլինգ չի արած, տրամ ունի։ Միջ այդ բարտկի արած է եւ երախային տրամը կացել է ուրիշի սեղաններում վրա ծախսած է Այսինքն օքեյ է որ մյուս անգամ էլ գնա եւ դիգինները այդպեսով կքնանան առանց անդրադառնալու կամ գիները շատ է կխաղան եւ մարդը լուրջ չունի մինչեւ որ տրամնին վերջանա հոն է որ մեջտեղ գելը որ պրոբլեմ ուներ այդ տղան կամ անձը կամ մարդը Փառք Աստծո ավո եղբայր որ թեև
թղթախաղի վարպետ ես եղել, ասպես ասենք, ճակերտավոր։ Ճակերտավոր, Բայց Աստված իր ողորմությունը եւ իր սերը քեզ էլ երկարեց։ Փառք Աստծո։ Իրոք է դարձար։ Այո։ Հիմա անգամ մտքովը չի անցնի այդպիսի մի բան։ Ընդհակառակը դու ինչ պատգամ կտաս մեր այն հայրենակիցներին, որոնց ուշքը միտքը Լաս Վեգաս գնալ եւ թղթախաղ խաղալն է։ Ես կնամ իմ մեր հայրենակիցներին ունեցել այս է ճշմարտությունը։ Փնավ ուրախություն չի գա, եթե գարզես որ ուրախություն գահոն, բարաբե։ Եթե գարզես որ ատեն Թրամբի շահիս, բարաբե, որտեվ երբ որ դու գշայես 1000, այս անգամ գեմբլինգի չափը պիտի փաստացնես, պես սկսես 100 դալնոց սերն խալ։ Եթե շայեցար 10000, պես սկսես 200 դալնոց սերն խալ։ Միլիոն շայ, օրինակներ շատ կան եւ ասի փաստված է, որ երբ որ մեկը 3 միլիոն գշահի, կամ 1 միլիոն, 3 միլիոն, 2 տարի են բենկրապսի դիտա։ Մանավանդ եթե գեմբլինգով շահինը, որտեվ Ադե, եթե գխայել բզիկսա չի գա, բայց հիմա եւ ուրախություն չի գա։ Եվ վստահաբար այդ տարիներին հուսահատության ինչ-որ բան ուներ մեջը։ Օ, մինչև այդ աստիճան հասա, բնավ չեմ մոռանալ անձնասպանությունը։ Ես հոթելի մեջ նստած ադեն անգամ ասի սկիզբը չէի, բայց հիմա բացեպած կլնամ, որովհետեւ հաղթությունը իմինս եղած է Աստծո շնորհքով։ Օրմատկային հուսահատեցակ ես այսպես Թամաս Կորսունցի վեճասի ասիչ կյանք է գալժի ապտիլ չալժել սոսի երթամ անձնասպան լամավել լավ է եւ գիշեմ 5-րդ հարկն էի հոթելին փորձեցի բադոհանը փանալ որ վարծատկեմ եւ նամակ գրած էի կյանքս թե ինչու եւ բադոհանը փագավ չի փածվեցա միջ այդ բահում որ ինչպես կրնամ ադաբագին գտել գմտածեի մեկ է մտածեցի որ չէ նամակը փոխեմ ցեմը որ Եդևս մնացողներուն հանցավորանն, երբ որ գարտանատ նամակը, եւ միշտ գեմբլերը նորմալ։ Ամեն ինչի մեջ ուրիշին հանցավոր գանի։ Քու պատճառով կացի, թուն հետս վիճապանեցավ կացի, թուն ջաշը լավ չէ դեպած կացի, քու երեսեդ աս կորձերը եւ ցախորեցավ ու երթան Վեգասեն Թրամշային։ Այո, ադեր եղավ, այո։ Եվ այդ աստիճան եղավ որ անսասպանություն, բայց Փառք Աստծո իսկապես եւ հիմա շատ ուրախ եմ որ ադիգա չեմ մտած, որովհետեւ եւ մեր հայրենագիտներուն գսեմ հույս կա, գյանք կա, Աստծո մեջ փրկություն կա, եւ այդ ուրախությունը, որ գործունցել ես, ընտանիքի խաղաղությունը գործունցել ես, հավատա, Աստծո հանցնվիր, ամեն ինչ կփոխվի, անշուշտ դժվարություններ կունենանք, մարդիկ կյանքի մեջ, անձրևը չարին եւ բարին վրա գուկա, կյանքի մեջ ալ, ամեն ինչը գուկա գերտա, բայց Աստված հաղթած է ամեն աշխարհի չարություններուն։ Եվ Հիսուս ասաց, աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Հալելույա։ Ամեն։ Եվ ասկրնամ ասել, ավել լավ է մարդու պես, գամքի պես, գենալ պրոբլեմին թիմաց եւ այդ դժվարությունն լուծել, քան թե փախուստ տալ դժվարությունը։ Փախուստ, օրինակ, երբեմն սիգարետ կձխեն։ Ադի փախուստ մտալու մեկ ցերմն է, դժվարություն չեն գնալ ուղերին աշխատել եւ կձխեն։ Ավել լավ է գենալ լուծել պրոբլեմը եւ ուրախանալ որ լուծվեցավ եղավ մի քանի անգամներ եղավ ասկյանքից մեջ դժվարություններ բայց աղոթքով Փառք Աստծո երբեմն գաղոթեմ եւ շատերը լաս կգածեն երբ որ աղոթեն ուրեմն Աստված պիտի պատասխանի ադի իմ ուզածս է բայց երբեմն իմ հայրս Աստված Հիսուս Քրիստոս կսե օքեյ դու աղոթեցիր ասի օքեյ գլսե Աստված բայց հարմար չի դեսնել այդ բահուն պատասխանելը երբեմն մեկ ամիս հետո Երբեմն մեկ տարի հետո կպատասխանե եւ իմ յանքից մեջ ալասի եղած է գնամ օրինակ մտալ չեմ կերել եթե հարմար է յանքից մեջ թե ինչպես աղոթքը Աստված պատասխանեց մեկ հատ եւ սի չէ ամեն ինչս կոսունց է օթո տրակ ամեն ինչ կոսունց է եւ երբ որ ապաշխարեցի օր մանտաթարցավ պետք է այդ աշխատի մաս յանքից մեջ եւ ծունգի գասի օրդեր հիմա որ քեզ հանցնվեցա բստիկ կորզ մդուտ Տրակ մարնեմ եւ սկսեմ իդ կորձել, որովհետեւ ասանք դու նստիլ չլար։ Նոր անդրադարձավ որ յանքս բալաբանցել ասկան դարիներ։ Ասիկ շեր աղոթեցի։ Արավոտ մեկ հատ Հայաստանեն եկած բարեկամ ունեի, որ ժամանակին կովս աշխատած էր։ Անունը Հրանտ է։ Աս Հրանտը արավոտ ինձ հրացայնեց։ Ես ոչ խոսած եմ հետը ոչ բան։ Ավոսավ զանկակնից չաշխատել, ուքաս զանկակնից կսարքես, անշուշտ է սիրանտ կամ, ոսո հորս օտոնարի կացի, կնացի իր գվաթեմ,
Սանքին թելը գդված է, բարս պամը, սարկեցի, երբ որ թուս գելեի, օտոմ մարեցավ, հորս հին օտոյով էի։ Մոտեցավ սավ, ավոջանը սավ, կեզ չի վայլում աս օտոնտուն, մեկա տրակիմը բետք ունես, ասեցի հրանտ ճանսի, եղբայր չեր այնադեն, When han canısı pamıgılini. Esa vağı yegu kezi trak harnink. Okey esi. Meçe sulaxuçum mega volasvat padasxanet. Haçortot knaci. Helanteyev sahaga, dagane sahaga. Kratsink Colorado, no, Brandivra, Toyota dergertat si helant. Yeskaci palegamet kozatvat avtomobilan. Vodevis autazeye kozatvat traki mamar. Aset no, yertank Pana, dealer, zahor getlone yertank, engeluçuna. Sihran tumbidida simasink down payment, araçim masitlama. Verçi espes bidi. Ya, koşçunim, cista espes, koşçunim, asin espes bididam. Hran tersav, çe. Avocan aset. Yes, polo dalisem. Okay, yes, ima kozatvazi, polo bitta selovkidim. Knatsink dealership, simartun Ակլենովան շուշտ ուրեսի կոզածված տրակներդ հնանտեսավ ատկային հասկացավ շուտ մարդուն դարձավ ասել no ասավ նոր հիմա մեջես ցայնքսե տուն խնդրեցիր հնանտե քեզի դալիսա պատասխանը դալիս է շարապ լրե so yes okay see of that okay բայց կամչնամ գիտես մարդը ատկային տրամ առաջին անգամ ատկային մենց նվերմը չեմ ստացած եւ աղոտքի պատասխան so Katsink imamartunasi okey. Aynaden garç bettola meçe erken işin tokçilla radyo tokça. Kes adjannotsinger tamam içnales. Helantesav çeavocanı savtun kaset gastide mediknes AM/FM radyo guzemyev nese dak orelun erken işin guzes. Yevsav long bettola vo dahtakna meçelartnes. Yes, gzalmana masvat asin atkan şutke badasa yev askayna Osi noen tarsama Hlantinesi Hlancanesi Azi tumididas mnatsadzı çemgırnar daliyes kork çonim tel not getsadzım gamblinge not astı zohansını vacım Avucan savyes kezin nevelanumem İnçu tun aspes panglas gmada hokes tum panime biçimi da hokis Dagan asaga tarsav avosa babas kezin poloda nevel dalise sav tum pamı dalik çunis Amatsa ki des men kone dasa zaten ver bidirler. Sa Monovia yertank. Açık gergensinem var kiçme. Lave. Monovia yertank aset soknatsing Monovia. Jampan miçayt dies garnem gudam inzet astohet panglam ohte asin amote asodagem wants bidellem yes inç bidanem asvatskise ton uzetsid helante guda ton kharnevelik çunis. So katsing Monovia Եվ հոնած սագարգեցինք, նայեցանք նույնը, ավելի արժանգահին կայրուր, ատերի դիլերը, մեն ահրանտը 14,470 էր, չեկը կրեց, մարդուն դլավ, օթոն իմ անունովը սարեց, շնավորը լասավ, ինքը հայրու դղա այդ օթոյովը կացեր էինք, վերաթարցան գլենդել, ես ալ պերսենա բիրելիմ, հիլին ատե բայբայ եսին գիրալու, Բայց ուրախութեն ես աստուծո չէի սպասել դուն երթալու աղոթելու հազիվ իրեն քերացան հիլ էքսիտ չլած հոնգեցա ֆրիվին վրա պարկեզդերս ասանք օտցած կեցի թե ասկայն շուտ պատասխանեցի հիմա հրանտը չեմ կեր աստուծ մե ինչ ստացավ ինչպես սիրտը խոսեցավ բայց իմ աղոթքից պատասխանը հոնել որ պատասխանվեցավ Այո աստված մարդկանց սրտի խոսի Ադի նույն օրը պատասխանվեցավ բայց ուրիշ բաներ Կանալալ, որտեվ աստված ամեն բանի կամքի համեմատ պիտի պատասխանի։ Այո, ես ադիգա Եվ հետաքրիր է, եթե աստված այս կյանքի մեջ այսպիսի նվերներ է անում, ապա հավիտենական կյանքի մեջ ինչեր է պատրաստած, որ Պողոս առաքյալը գրեց ասելով, որ այն ինչ որ ես տեսա լսեցի, մարդը արժանի չէ իմանալու, որտեվ մարդը մեղավոր է։ Այո, մեղավոր ծնանք։ Հիմա շատ քանի մեղավոր ես, ես ասնիտ նագուզեմ, ասել որ Շատեր կգացեն, երբ որ հայ ծնած ենք, եւ քրիստոնյա ենք, քանի որ եւ 1700 ամյակը եղավ հայության, քրիստոնեություն ընդունելուն։ Հոգեվորը լալ, այսին Christian, անգլեն Christian, հայերեն հոգեվոր, չէ։ Ածեվով այսին աբաշխարած, օտոմատիկ բիլետանամ, паспорт ունին երկինք մտնելու։ Բայց սուպկիտ կսե, ամեն մարդ մեղքով ծնած է։ Ով գուզե թողլա։ Որու զավակ գուզես եղիր, մեղքով ծնած ես։
Եվ մեկ ճամփա գա Հիսուս ասավ ես եմ ճամփան ճշմարտություն եւ կյանքը մեկը հոդկով չի կա եթե ոչ ինձով եւ հոնել որ ես աստծո երբ որ աստծո փացի 100% գիտեմ որ կյանքը սաբահոված է ամեն Որտեվ աստծո տված խոստումները այո եւ ոչ չեն միշտ այո է Աստված եթե մի բան ասում է ինքը ուղղակի կնիք է դնում այդ բանի վրա վերջացավ եւ գսե ցեզ ворթեքրեցի այո հիմա ամերիկայի մեջ օրենք մը գավորնակ երբ որ զավակը ворթեքրես ինչ որ ունիս չես կնա ժանանք դենետ թուսանել ինչ որ ունիս կեսը at ворթեքրած զավակի դե եթե 4-5 զավակ ունիս միշտ կեսը at 4-5 զավակն է ուտ կփաժնի բայց ճիշտ կեսը at 1 at ворթեքրածից կնում ասի մարդկային ցևով է այո ու մնաց աստված որ գսե ցեզի ворթեքրեցի անգարելի է որ Եվ Հիսուս ասաց, ինչ որ հայրը ունի, իմս է, եւ ինչ որ ես ունեմ, ձերն է։ Միայն ինչ է պետք հավատ, ճշմարիտ հավատ։ Գիտես, Աբոջան, սատանան այնպես խորաման գործնեություն ունի, որ բոլոր մարդկանց հիմա այս վերջի ժամանակների մեջ չի ասում, որ Աստված չկա։ Ասում է Աստված կա, բայց ճանապարհները տարբեր ձևով են գնում։ Մի հրին պիտի հետևես, որ փրկվես։ Եվ գամ ուրիշ ձև հիմա ժողովրդին միտքը դարբեր ձևով սատանանա գմոդենա ամենուն աստվածը նույնն է գսե Մուհամմադին իսլամին աստվածը նույնն է գսե բուդդիզմին աստվածը նույնն է հայերուն աստվածը նույնն է Բայց Հիսուս ինչ ասաց մեկ աստված կա ճշմարիտ աստվածը սուբկի մեջ է Ես եմ ճանապարհը ճանապարհը ես եմ ուրիշ ճանապարհ չկա մյուսները արահետներ են որ դեպի ճահիճ կերտան անգում գտանի ի վերջո ծծումբով այված կրակի լիճը շատ սարսափելի է ես ադու գավադամ 100% որովհետև սուրբ գիրքը վկայում է այդ բանին եւ հիմա հավատքի մասին խոսեցանք այո աստե ճիշտ կուզեմ աստստագնել եթե 100% չի հավատաս մի գազե որ ամեն ուզածը դա պիտի կատարվի Եվ որ բանի համար գաղութես 100% հավատա որ Աստված լսեց անիգա ադե հավատքը եթե աղոթես շատ էլ գաղութեն Աստծո մե բանել մգուզեն բայց նույն ադենալ Աստծո քով գերտան գպսպսանգսեն ասան գնես եւ հիմա պատասխանես դա օդե 10 լավ գլա ին վիճակս լավ գլա բայց ես աբաշխարես վեր մանավանդ հիմա ասվեչես որ հավատքով ավելի զորացած եմ եւ իսկապես կհավատամ ու խոսիմ Աստծո հետ գաղութեմ ոչ թե աղոթքով գխոսիմ սխալ չի հասկացվին որ այսին բան չի երբ որ գաղութեմ 100% գիտեմ որ Աստված լսեց Աստված պիտի պատասխանի իր կամքին ադենը եւ ինձի համար եղած ադենը ոչ թե իմ ուզած ադենս ոչ թե իմ ուզած բանս այլ իր ուզած ադենը մեր երեխաները հաճախ մեզնից բաներ կխնդրեն չէ շատ լավ օրինակ է այո եւ մենք իրենց այդ խնդրանքը կուզենք որ ձևով մը ասենք իրականացնել չէ բայց մենք շատ ավելի լավ գիտենք թե երբ է հարմար ժամանակը եւ ինչ է իրենց պետք այո թեև իրենց խնդրվածը կարող է շատ ավելի տարբեր բաներ լինի բայց մենք գիտենք որն է որ իրենց համար ամենալավն է այսպես էլ Աստված այո որ մեր հայրն է իհարկե այդ խնդրածքը որ կա սրանք վերաբերում են բոլոր նրանց, ովքեր որ ապաշխարությամբ իրենց սիրտը Աստծուն են տվել։ Բայց նրանք, ովքեր ընդհանրապես ապաշխարություն ճշմարիտ չեն ունեցել, նրանց խնդրանքները արդյոք Աստված պիտի լսի։ Իհարկե չպիտի լսի, որովհետև նախ պիտի մեկը դառնա Աստծո որդի, որպեսզի որդիական իրավունքով Աստծուց, այսինքն հորից, որդիական իրավունքով խնդրի այդ բանը։ Այո Եվ որևէ մեկը Աստծո մոտ չի կարող գալ, եթե Քրիստոսի քավչարար արյունը ընդունած չլինի իբրև իր մեղքերի թողության եւ քավության միջոց։ Ես երբ որ գեմբլինգ կնեի, հավատաս որ երբեմն Աստծուց մի հետո էի, Աստծո չէի հավատալ, բայց քազնով մտածածն ես երբեմն գսեի, ասին հիմա խնդալիք է խնդալով ագսեմ, գսեի մեգատ Մենց պամը շահիմ, եգերեցի մգալուցեմ, գամ մեգում օգնեմ, հիմա պարկ աստուզո, առանց շահելու արդեն իմ շահածը, իմ աշխատած կրդին կես, ուրիշի պաժին գանեմ, աստուզո պաժին գանեմ, բայց, այո, պարկ աստուզո, այո, տիրոջ պարքի համար, Հիսուս ինչ ասաց, գնացեք գործեցեք ոչ կորստական կերակուրի համար, այլ այն, որ հավիտենական կյանքի մեջ կմնա, իհարկե սա
չպիտի հասկացվի այնպես, որ Միջաշխարհի։ մեր ընտանիքներին էլ մի կողմ թողենք, ոչ։ Մեր առօրյան էլ, մեր ընտանիքներն էլ, մեր հոգերն էլ ամեն բան պիտի անենք, սակայն Տիրոջ փառքի համար գործելն է, որ Աստծո առջև ընդունելի է, Այո։ որտեվ այս կյանքը վաղանցուկ է, 70 թե 80 տարի լինի, հոգնություն եւ ցավ է Աստծո խոսքն է մեզ վկայում։ Լավ, ենթադրենք 100 տարի մեկ ապրեց, հետո ինչ, ի վերջո մահը կա։ Եվ հոգի կա։ Մահը կա, բայց կարևոր բան կա, որ մարդը անմահ հոգի է եւ անմահ անձ է։ Ես ոստե վախցնել չլա, բայց ըսե ընկերմ ունեի, որ մանկութենս միասնի, անցյալ շաբաթները եւ մեծ կորզալ փածա, մի քանի միլիոն դոլարանոց ֆակտորի մփացին։ Անցյալներս իր ֆակտորի parking lot-ի մեջ ծրաձևոր թուղթ մուտալն է եւ տրակը երև գուկա եւ զանգը ավրված է Los Angeles Times-ն ակրեց ասի։ Եվ զավենը անիվինդակ մնաց։ Փարկուդան որ աբաշխարած երդասարտ մներ։ So 50 տարեկանին անագնգալ արդուն դունը ցկած է դուրախությամբ, բայց մահը առանց գիտնալ մեր կյանքը չենք գիտել երբ պիտի վերջանա։ Ադորը միշտ պատրաստ պետք է լինենք։ Այսինքն ես ադոր գահավատամ որ միշտ պատրաստ պետք է լինենք դերը թիմավորելու։ Կամ ինքը ուքա, կամ մենք կերտանք։ Այո։ Եվ Աստուխոսն է վկայում ասում, պատրաստ կեցեք։ Այո։ Չլինեք այն հիմար կույսերը, որոնք քնեցին, ասեցին, դե լավ է, հավատում ենք, բայց մեր ապաշխարությունը թող մնա հետո, եւ ինչ եղավ, Փեսան եկավ եւ այն կույսերը, իմաստունները, որոնք իրենց լապտերների մեջ յուղ չունեին, ճրակ ունեին, նրանց վերցրեց եւ տարավ, մյուսները մնացին։ Այդպես էլ պիտի լինի հափշտակությունը, երբ որ Տերը հանկարծակի գա, պիտի առնի իր մարմինը կազմող եկեղեցին բոլոր ճշմարիտ հավատացյալները եւ իր մոտ պիտի տանի։ Սա է, որ ամեն մարդ պետքություն ունի Հիսուսին իբրև իր անձնական փրկիչ ընդունելու։ Սա է միակ ճանապարհը։ Միակ ճանապարհ։ Ես շատ բաներ փորձած եմ։ Օրինակ այդ շրջանին որ գսեի gambling-ն կամ անաբաշխար շրջանում ունեցա գսեմ meditation ասված as գես կնստին meditate կնեն։ Այդ բաներից էլ ունեցար։ Ունեցա փորձեցի, բանաբե։ Մի քանի ժամվա համար it's okay։ Այսինքն մարդիկ կան որ գլուխը գետի դրած, ոտքերը բարձրացած, շատ ծիծաղելի վիճակի մեջ է։ է։ Ես գաբիտնելու ծևելու վես։ Մեդիտացիա կանեմ։ Յա շատ ցավալի։ Ինչ փախտավոր ենք Աստվածաշունչը ցերքերնից ունենք։ Ես ուղղակի Աստվածաշունչի մեջ հայելի պես կսե։ Մեկը չի գա որ գնացել չի լսեցի կամ չի հասկացա որովհետև երկու լեզուներով ունենք արևմտահայերեն եւ արևելահայերեն եւ թարգմանված ինչ լավ եւ այս խոսքով մենք կկապնվենք Տիրոջ հետ բայց մեդիտացիայով ում հետ կկապնվենք գնամ միայն խնդալ ասում ոչինչ ուղեղը չոստնես որ արդեն չոստած ուղեղը գունենաս այո եւ սատանան այդ մտքերը կտա որ տես ինչ հանգստություն ուրախություն այո շատ անցյալներս ոս Չևիչեսի վրա երկու ընտանիքներ աս գեմբլինգի բանով բան եղած էին անցած բան եղած էին մեկը Լաս Վեգասի մեջ ցածկած էր հոթելեն հայմը եւ մահացած էր եւ թերթերը քեզ շատ էր գմերնին Լաս Վեգասի մեջ բայց չեն հայտարարել TV-ներեն իսկ ուրիշ հայ մնալ նույն Չևիչեսի վրա գապեր որ նույն անցեն քիչ մանտին գապեր ասալ բարգեուտակ մնացած էր եւ դունի մեջ դիգինը եւ զավակները դուն չեղածած են ադժանագով անցած սպանիավ հայ այո հայ շատ ցավալի աշխարհի մեջ մի բուր ենք շատ չենք եւ ամեն մի այդ կորուստն էլ հուսամ այսօրվա իսկապես աղոտ կսե որ շատեր եթե գլսեն իսկապես Աստծո երբ որ գահանցնվին Աստված կփրկի ես օրինակ Աստծո հանցնվեցա եւ նույն ադեն 12-step recovery ճամփան ծուցու բնավ չի լսած եւ հոնալ երթալովս բավական բաներ սոլվեցա թե ինչ ցևով ուղեղս չորցած էր եւ այդ ցևով ավելի Աստծո մեջ խորացա եւ հիմա իսկական Աստված ունիմ իսկական փրկիչ ունիմ Հիսուս Քրիստոս զիս բերգազը ադոս գնամ վկայել մեր հաղորդումների ժամանակ վկայություններ եղան ոմանք որ թմրադեղերի մեջ են եղել, ոմանք ալկոհոլի մեջ են եղել, երկար տարիներ եւ ահավասիկ դու էլ որ թղթախաղի մեջ ես եղել, հառաջադիմաց, այսպես ասած, եւ փառք Տիրոջ,
Հիսուս Քրիստոս Հալելույա։ ամենաանկած Հալելույա։ վիճակից ցանկացած մարդու կարող է անել, Այո։ որովհետև ինքն է հույսը, ինքն է սերը, ինքն է խաղաղությունը։ Առանց նրա աշխարհի վրա այս բաները չփնտրենք, չպիտի Այո։ գտնենք երբևէ։ Այո։ Եվ չեմ եթե գիտես զավակն ունեի երկրորդ ամուսնությանս դիկնոջս զավակն էր, որ աս գամբլինգի փանով գործունեած էի եւ այս վերջերս իդ տողոցեմ եւ իսկապես անանք ուրախություն է այդ երախային ուրախություն դեսես եւ տրամ գծախսես վլան կամ գարնես եկեցի գրանես ինչ կուրախանա հայրեր իսկապես կամ ծնողներ ինչու բարաբիկ վատնեմ տրամեն իսկական կացեք եկեցի արեք ցեզ զավակները եկեցի սովորեցե գերեն ստանիլ մանգութենեն թողվաժվին եկեցի երթալ որ երբ որ մեսան ցանած ցերմատ մանգության արդյունք կուտա երբ որ գմեծանա ինչու մի երթան բարապ դեր ցեզմե բիդի սովին անանք ճանապարհները սադանայական դերերը ճանապարհները եւ իրենք ալ երբ որ գմեցնան չգարցեք որ հոնդե խաղեր կան եւ ցեր մանուկը սփաղում գլա եւ որ դուք գամբլինգ կնեք no անոնք ամեն հաշիվ եղած է որ մանուկը բզդիկ ուտենեն վարժվի Լաս Վեգասը երբ որ 21 գլա առաջին կորզը գլա Լաս Վեգաս պիտի մամաս կխար եսա պիտի խաղամ եւ իր փափակն է որ 21 տարեկան պիտի լավ որ գանա այդ մեքենաներուն վրա խաղալ փոխանակ եկեցի դանելու եւ հիմա իմ դուս որ ես կդանի եկեցի ինչ ուրախություն է այդ մանուկին իսկապես փառք կդամ Աստծո ասալամատ Աբու եղբայր շնորհակալ ենք այս հարցազրույցի համար Իսկապես ժամերով կարող ենք խոսել տարբեր նյութերի մասին Շուտ անցավ ես չսկացի ժամին ժամանակը շուտ անցավ հուսով ենք որ այս հաղորդումը ոմանց համար շինություն եղավ ամեն եւ Տերը տա որ նրանք էլ որոնք հուսահատության մեջ էին նրանք որ իրենց սրտերի հոգիների մեջ պարապություն էին գտել այո այսօր ժամանակն է որ Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգիով այնտեղ լեսնի այդ պարապությունը եւ իրական ուրախության մեջ պիտի լինեն դրա համար աբու եղբայր պիտի առաջարկեի որ մեր ժողովրդի համար աղոթ կաներ այսպիսի սովորություն ունենք մեր բոլոր հյուրերին առաջարկում ենք որ մեր հայ ժողովրդի համար աղոթ կանեն այդ գաղութեն բայց քիչ առաջ միտքս եկա որ երբ որ վկայությունը սկսա եւ ինչպես ասված կպատասխանի աղոթները հրանտին անուն դվի գուզեմ ուղագի հրանտինալ այս աստծո սերը ասել որ հիմա ուր է գտիդեգամ ոչ չեմ կե բայց ասեմ որ հրանտյան իսկապես ինչպես ինձ ուրախացուցիր ադիգա վստահ եմ որ Աստված է որ սրդիդ խոսեցավ մարդկային ցևով բայց գուզեմ որ ցնալ աբաշխարես փրկության փորձառություն ունենաս եւ օրիմեր երբ որ օթի մեջ դերը թիմավորենք ցնան ներգալաս գիտեմ որ դիգինոտ փրկված է ալիսը եւ դունիտ մեջ սուբկիրկա դունիտ մեջ շատ անգամներ դիգնոջիտ հետ աս խոսքերը լազենք բայց իսկապես աս փորձառությունը կյանքի ուրախություն է Աստծո գնամ շնորհակալություն հայտնել գիտես որովհետեւ կենալ հայտնած եմ բայց վկայությունը ասանք հիմա անագնգալի բիտկա հրանա որ ինչպես աս վկայությունս ինքը թերևս չանցածա որ Աստված խոսեց սրդին որ ինձ դա շատ վկայություններ գիտեմ իմ օրինակի մանկությանս եղած էր ասա հավատքի մասին ուզեմ ասել գիտես մեր հայ ժողովրդին որ իսկապես աղոթքը մենց ժայռեր գտնա փոխել իմ մեծ մայրս կանսերը գդարաբեր եւ ուրեցք ունեցավ վիզին վրա ասի ամեն մարդ գիտել լիբանան եւ ուներ 3 օր բիդապրեր եւ գիրագի օրը 3 ժամ բիդապրեր վերջին 3 ժամներ երբ որ հայրս արավ կարոզիչ մի եկած էր ապրիգեին արավ եւ գնաց էյուբի ամերիկյան հիվանդանոցը եւ աղոթեց իմ մեծ մայրս այդտեղ եւ բաբաս ամեն ու թուսած ինձիալ մեջ լալով զիգենք մամայիս ամոչ չավադա սավսենյագեն թուս միան հավատացիալ հավատքով որեն բատվին եւ հայրս մեծ մոսկով աղոթեցին դոկտորը հույսը գտած է մերնի 3 ժամը բիտ մերնի մեծ մայրս եւ ասավ աղոթեցին մեծ մայրս նստավ ասավ ճուլգուզեմ գողորթեմ փամը չեր իջնած կանսեր ուրաձել դոկտորը կանչեցին գսե ճուլգուզե աստիգինը դանք Դոկտորը գսե հատեն բիտմերնի ինչ կուզե դվեք եւ ճուլը արավ միջա դոկտորը ուզեց կալ լսեց որ այսպես բան գլա մի քանի վայրկյան վերջը մեծ մայրս նստավ ասավ անոթիեմ
Դոկտորը զարմացավ այդ կոծված գողորտեն ինչպես կիչնա ուդելիք եւ հավատքով կանսերը լրիվ բժշկվեցավ։ Դոկտորը եկավ քննեց 3 ժամ հետո որ պետք է մեռած լար արդեն մեծ մայրս բժշկված էր 5 օրեն դունգրկեցին։ Եվ վերքը որ չեր փակվեր, վերքը իջավ, փրկվեցավ։ Ատկեր տարիներ հայասկին at ընտանիքներ գային որ լիբանանան շուշտիլես նամակ կրեին ամերիկա կամ ուսուցչուի եղած էր մեծ մայրս անոնց կերտար եւ գվգայեր եւ անոնց կոկներ բզդիկները պատտելու պետք լավ անոնց եւ ցանկ այդպես անցուց շատ հավատացյալ էր սոասի գսեմ դերոջի կոզին համար որպես վկայություն դրա համար Աստծո խոսքը ասում է մարդկանց կողմից անկարելին Աստծո կողմից կարելի է ամեն հավատքով աղոթենք հավատքով Աստված ամեն ժայռեր կտշի այո հիմա աբու եղբայր մեր ժողովրդի համար աղոթք կուզենք մեր սիրելի երկնավոր հայրը այս բանն համար փառք այսօրվա համար փառք որ օրմնա մեր վրային գանցնես եւ արև ցակեցուցին մեր վրա եւ գարցանք ապրիլ փառքը բարևը միայն քեզ լադեր այս ծրագրամը որ այս հայտակիրը որ երինք մեր ժողովրդին շատեր գտիդեն կխնդրեմ դե որ շատերու թփնաս մանավանդ այն ընտանիքները որ գեմբլինգի մեջ մխրճված են եւ դուները կանթվելու վրա է թփնաս եւ գիտնան որ Աստծո մեջն է որ փրկությունը գա ինչպես ինձի փրկեցի իրենց ապրգեստեր հաստիս at ներված ընտանիքներուն կիսատ ընտանիքներուն եւ յետ միանալով հայ ասկը բարավորվի ով դեր 1700-ամյակի թող գաղութեն որ մեր հայ ժողովրդին աթփնաս յետ դառնանք մեր Հիսուս Քրիստոսի փրկության իսկապես որ մենք ասկովին հավատացյալ եղած էինք նույն այդ օրհնությունները մեր վրա թափի երգիր կրնանք շարժել դեր մեր հայասկը հիշես Հայաստանի մեջ արտասահմանի մեջ ալդեր որ այս ապերուն վրա եկած ենք եւ շատ սխալ վարդավետություններ կան մեր աչքը բանաս սուպիկով մեզի դվածստեր դու որ հավատքով մեզի ացցնես ինչպես պետք է տնանք հասնենք մեր հայ ժողովրդին կխնդրեմ դեր այս ծրագրամը որոնք հբարտության չլա հբարտություն ունեցած չլանք այլ միայն թում փառավորվիս այս ամենը կխնդրենք մեր Փրկին Հիսուս Քրիստոսի անունով հայր որդի եւ սուրբ հոգի փառքը ցեզ վայելե միայն ու միայն ամեն ամեն շնորհակալ ենք աբու եղբայր որ մասնակից եղար մեր հաղորդմանը ցելի բարեկամներ թող Աստվածային շնորհքը խաղաղությունը եւ սերը ձեր ընտանիքների մեջ թագավորի ամեն փառք շնորհակալ եմ